Տեր ողորմյա, պահպանիչ և հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր։ Սուրբ Հովանավանքում շարունակում է աշխարհիկ մարդը խորան բարձրանալ ու եկեղեցական ծիսակատարողականություն իրականացնել։ Կարգալույծ քահանա Տեր Արամը չի ընդունում վեհափառի որոշումը և չի պատրաստվում մայրաթոռին հանձնել վանքի բանալիները։ Այս կիրակի ևս Ստեփան Ասատրյանը պատարագ է մատուցելու, որին կրկին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը։ Արմլուրը հարցում է իրականացրել Երևանում հասկանալու քաղաքացիների համար ընդունելի է այն և թե արդյոք նրանք պատրաստվում են մասնակցել այդ պատարագին։ Իհարկե ոչ, այդ ով է որ նա դեռ մասնակցել։ Ես իրանց ընդհանրապես չեմ ուզում ճանաչել։ Դե իհարկե, եթե իրան հեռացրել են դրանից, այդ հիմարություն է, որտեվ ես հավատում եմ մեր եկեղեցուն, որ նրանք ճիշտ են վարվում։ Դե վարչապետը բարձ չի ինչու է ողջում։ Որովհետև ինքը տրամադրված է մեր վեհափառի դեմ և դրա համար էլ այն ինչ որ վեհափառի դեմ է, նա ողջունում է և դրա հետևից գնում է։ Չեմ ընդունում, ճիշտ չէ, չեմ ընդունում։ Ես ոտից գլուխ մեր կաթողիկոսի կողմն Նիկոլ Փաշինյանն է գնում է որ ջարդի այնտեղ, թող Նիկոլ Փաշինյանին ջարդեն։ Կաթողիկոս իր տեղը մնա, այդքան բան։ Ընդհանրապես եկեղեցական հոշմանը չեմ հասկանում։ Ընդունելի է, ընդունելի չի։ Ընդունելի է, բայց չեմ մասնակցում։ Նա կարգալույծ չի։ Եկեղեցու բանաս դժվար լինի։ Վիճելի հարց է։ Ճիշտ ասած, դե հա, առաջին հայացքից անընդունելի է, բայց չեմ կարող արձագանքել, չգիտեմ։ Չեք մասնակցելու։ Չէ, չեմ մասնակցել։ Միանշանական ոչ, միանշանակ։ Ոնց կարելի է այդպես բան անել։ Չեք մասնակցելու։ Միանշանակ, այդ խոսք չկա դրանում։ Ամեն ինչից տեղյակ եմ, ես շատ ակտիվ եմ ու շատ դեմ եմ ԿՊ-ին։ Ու հավատացեք, մի օր գալի է պատասխան տալու ժամանակը։ Կարծիքով չեն հասկանում այդ հայ լինելը 301 թվից մենք քրիստոնյա ենք եղել, իրենք այդքանը չեն հասկանում։ Մեր պատմության հերը անիծել են իրենք, կներեք իհարկե արտահայտության համար, ես պրոստը շատ բան կարամ ասեմ, պրոստը ինձ թույլ չեմ տալի, որովհետև ոնց հասկանում եմ եթեր ենք ցույց տալու, շատ բան կարամ ասեմ, պրոստը չի կարելի մեր պատմությունը գետնով տալ։ Ինչ է նշանակում Հայաստանի Հանրապետության պատմություն։ Ինչ է նշանակում առաջի դասարանի երեխան պիտի հեռախոսով դպրոց գնա, որ իմանա Մեսրոպ Մաշտոցը ով է, 23-րդ էջում QR կոդով։ Անգրագիտության վերջի ստադիա, սրանք դառը մանկություն են ունեցել, հավատացեք։ Իրենք փողոցում մանկության վաղ դուրս չեն իջել։ Չգիտեն 7 քարը ինչ բան է, գործը, հալամուլը, ճամբար։ Սրանք այսինքն ժողովուրդ են, դառը մանկություն ունեցող մեծացած մարդիկ են։